Գիտեք, որ 2018 թվականին Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները վաճառում են Նորվեգիային F-52 ինքնաթիռները, չնայած նրան, որ այդ ինքնաթիռները գոյություն ունեին միայն Call of Duty խաղի մեջ։ Բարի լույս, այսօր մենք խոսելու ենք այն երևույթի մասին, որը մրցակցում է նույնիսկ իրական կյանքի հետ, ստեղծելով զուգահեռ իրականություն միլիոնավոր մարդկանց համար։ Եթե մենք փորձենք հիշել ամենահաջողակ ֆիլմը, մեր մտքին անմիջապես գալիս է Ավատարը։ 2009 թվականին այդ ֆիլմը հավաքել է մոտ 3 միլիարդ դոլար։ Միևնույն ժամանակ 2009-ին Մարկուս Պերսեն անունով քիչ հայտնի ծրագրավորող թողարկեց Minecraft-ը։ Թվացյալ պարզ եւ հասարակ տեսախաղ, որտեղ դուք կարող եք ստեղծել եւ ուսումնասիրել Lego-ի նման աշխարհ։ Մինչև 2023 թվականը Minecraft-ը վաստակել էր ավելի քան 4 միլիարդ դոլար եւ շարունակում է տարեկան վաճառվել 100 միլիոնավոր օրինակներով։ Եվ սա բացառություն չէ։ Գուցե դուք չեք լսել Red Dead Redemption 2-ի մասին, սակայն խաղը ստեղծողներին վաստակել է մոտ 720 միլիոն դոլար վաճառքի առաջին 3 օրերի ընթացքում։ Իսկ այս խաղը, որը նույնիսկ ես եմ առաջին անգամ տեսնում եւ չգիտեմ ոնց է հնչում նրա անունը, վաստակել է արդեն 20 միլիարդ դոլարից ավել։ Եկեք հասկանանք ինչպես սկսեց այս համաճարակը, ինչպես տեսախաղերը դարձան ավելի շահութաբեր, քան ցանկացած այլ ժամանցային արդյունաբերություն։ Խաղերը միշտ եղել են մեր մշակույթի կարևոր մասը, եւ տպագրական մեքենայի հայտնագործմամբ առաջին խաղակարտերը տարածվեցին ամբողջ Եվրոպայում։ 20-րդ դարի սկզբին ի հայտ եկան սեղանի խաղերը, որոնք այսօր էլ հայտնի են, ինչպիսիք են Scrabble-ը եւ Monopoly-ն, բայց իրական խաղային բումը տեղի ունեցավ ավելի ուշ։ 20-րդ դարի կեսերին խաղերի շուկայի հիմնական հատվածը զբաղեցրեցին էլեկտրոմեխանիկական մեքենաները, ինչպիսիք էին Pinball-ը եւ Periscope-ը։ Այս մեքենաները տեղակայված էին խանութներում, բարերում եւ առևտրի կենտրոններում եւ կոչվում էին արկադային խաղեր։ 1970-ականների սկզբին Նոլան Բուշմանը եւ Թեդ Դաբլին սկսեցին մտածել այն մասին, թե ինչպես համատեղել համակարգիչը մետաղադրամով աշխատող արկադային մեքենայի հետ։ Այսպես ծնվեց մի ընկերություն, որը հետագայում կդառնա այս ոլորտում ամենահայտնիներից մեկն՝ Atari-ն։ Նոր ընկերության առաջին խաղը շատ հեշտ էր սովորել, քանի որ այն օգտագործում էր սեղանի տենիսի ծանոթ մեխանիզմը, եւ այդ իսկ պատճառով խաղը կոչվում էր Pong։ Մի քանի տարվա ընթացքում Pong-ի մեքենաները կարելի ասել ամենուր էին, եւ Atari-ն չկարողացավ ապահովել աճող պահանջարկը, եւ շուկայում սկսեցին հայտնվել այլ արտադրողների նմանատիպ ապրանքներ։ 1970-ականների սկզբին մի քանի ընկերություններ սկսեցին զարգացնել տնային վիդեոխաղերի կոնսոլներ, որոնք դարձան մեկ խաղացողով։ Atari-ն զգալով աճող կոնկուրենցիան թողարկել է Breakout Pong-ի հատուկ մեկ խաղացողի տարբերակը։ Տաղանդավոր ծրագրավորողները ստանալով փոքր աշխատավարձ սկսեցին հեռանալ խաղային կորպորացիաներից եւ ստեղծել իրենց անկախ ստուդիաները։ Եվ 1979 թվականին Atari-ի մի քանի նախկին աշխատակիցներ հիմնեցին Activision-ը, որը իր հերթին ստեղծեց աշխարհահռչակ Call of Duty։ Այնուամենայնիվ, տեսախաղերի շուկան շարունակեց աճել, եւ 1982 թվականին միայն արկադները բերեցին 8 միլիարդ դոլար, ավելի շատ քան հոլիվուդյան ֆիլմերը եւ թոփ երաժիշտները իրար հետ միասին։ Ասեմ, որ Breakout խաղի ստեղծողներից էին Steve Jobs-ը եւ Steve Wozniak-ը, որոնք միևնույն ժամանակ հիմնում էին Apple-ը։ Առաջին համակարգիչը սովորական մարդկանց համար, այլ ոչ թե գիտնականների կամ ծրագրավորողների համար, թողարկվել է Apple-ի կողմից 1977 թվականին։ Այս համակարգիչներն ունեին ավելի շատ հիշողություն եւ ավելի հզոր սարքավորում, համեմատած կոնսոլների հետ։ Նրանք կարող էին նաեւ գործարկել տարբեր ծրագրեր բացի խաղերից։ Թվում էր, թե խաղային դարաշրջանի ավարտը եւ բոլորը անցնելու են համակարգիչներին, բայց քիչ ուշ տեղի ունեցավ ճապոնական փոքր հրաշք, եւ Nintendo ընկերությունը մտավ հյուսիսամերիկյան շուկա եւ իր հետ բերեց Super Mario խաղը, հետագայում դարձավ կուլտային դասական։ Թվում էր, թե ուրիշ բան պետք չէ երջանկության համար։ Այնուամենայնիվ Nintendo-ն հասկացավ, որ մարդիկ պատրաստ են խաղալ բառացիորեն ցանկացած վայրում, եւ 1979 թվականին ընկերությունը թողարկեց Game Boy շարժական կոնսոլը։ Դժվար է նույնիսկ պատկերացնել, թե որքան է Tetris-ը վաստակել։ 2009 թվականին այն վաճառվել է հսկայական 120 միլիոն օրինակով։ Ինձ թվում է 90-ականներին մենք բոլորս ունենք Game Boy-ի Brick-Game անունով կլոնը։ Վաճառված 100 միլիոնավոր կոնսոլների եւ խաղերի շնորհիվ Nintendo-ն դարձավ անվիճելի առաջատար խաղերի ոլորտում։ Այնուամենայնիվ Nintendo-ի ուժեղ կողմը նաեւ իր թուլությունն է։
Ընկերությունը շատ խստորեն էր կարգավորել խաղերի հրապարակման պայմանները, ինչը դուր չէր գալիս շատ ծրագրավորողների։ Բացի այդ, Nintendo-ի վիզուալը ավելի շատ ուղղված էր երեխաներին։ Այդ իսկ պատճառով 1970-ականների վերջին Nintendo-ի մրցակիցը մտավ շուկա՝ կրկին ճապոնական Sega ընկերությունը։ Եվ ի պատասխան Nintendo-ի Super Mario-ին, Sega-ն ներկայացրեց կապուտ ոզնի Sonic-ին։ Sega-ի կարգախոսը «Մենք անում ենք այն, ինչ Nintendo-ն չի կարող» համապատասխանում էր իրավիճակին։ 1992 թվականին թողարկվեց Mortal Kombat-ը։ Օրինակ Nintendo-ն արյունը փոխարինեց կրտինքով եւ ամբողջությամբ վերացրեց բազմաթիվ դաժան մասեր։ Sega-ն հակառակը միայն մի փոքր քանակությամբ բռնություններ եւ նույնիսկ այդ դեպքում այն կարելի էր հեշտությամբ վերադարձնել։ Mortal Kombat-ը, ինչպես հայտնի է, շատ հաջող խաղ էր եւ 1993 թվականին նա ստեղծողներին բերել էր ավելի քան $1 միլիարդ։ Այս մարտական խաղի հաջողությունը եւ ավելի հասուն խաղերի հեռանկարները ոգեշնչեցին մյուս ծրագրավորողներին ստեղծել ավելի դաժան նախագծեր։ Թվում էր, թե շուկան արդեն ձևավորված է եւ դժվար մի բան փոխվի։ Nintendo-ն առաջատար է, բայց 1994 թվականին ի հայտ եկավ երրորդ ճապոնական ընկերությունը Sony-ն իր հանրահայտ PlayStation-ով եւ իհարկե հսկայական հաջողություն ունեցավ։ Հենց առաջին օրը ընկերությունը վաճառեց 100,000 կոնսոլ, իսկ 2000 թվականին թողարկվեց PlayStation 2-ը եւ դարձավ պատմության մեջ ամենաշատ վաճառվող կոնսոլը։ Եվ այդպես է մնում մինչ օրս։ Իդեպ, հենց Sony-ի PlayStation-ն էր, որը մյուսներից առաջ թողարկեց պատմության մեջ առաջին եռաչափ խաղ GTA-ը։ 2000-ականների սկզբին կոնսոլները գերիշխում էին խաղային շուկայում, եւ Microsoft-ը, որը համակարգչային տեխնոլոգիաների առաջատար ընկերությունն էր, լրջորեն մտահոգված էր, որ կոնսոլները կարող են դառնալ ամերիկյան տներում ժամանցի հիմնական ձևը։ Եվ 2001 թվականին Microsoft-ը ներկայացրեց իր Xbox կոնսոլը, որը մեծ շեշտադրում էր դնում Xbox Live առցանց հարթակի վրա։ Այժմ դուք ստիպված չեք եղել սկավառակ գնել խանութից։ Պարզապես պետք է միացնել կոնսոլը համացանցին, եւ դուք կունենաք մուտք դեպի ամբողջ գրադարան եւ առցանց խաղալու հնարավորություն։ Հիմնական բանն այն է, որ համացանցում միմյանց հետ խաղալու հնարավորություն է հայտնվել։ Այդ պահից սկսվեց առցանց մրցույթների իսկական համաճարակ, չէ՞ որ մարդիկ միշտ էլ սիրել են մրցել։ Քիչ անց բջջային հեռախոսները այնքան հասանելի դարձան, որ գրեթե բոլորը կարող են իրենց այն թույլ տալ։ Ինձ թվում է բոլորս հիշում ենք Nokia 3310-ը եւ լեգենդար Snake-ը։ Սակայն իրական հեղափոխությունը տեղի ունեցավ 2008 թվականին, երբ Apple-ը թողարկեց iPhone 3G-ն եւ բացեց App Store հավելվածների առցանց խանութը։ Այդ ժամանակից ի վեր խաղերը դարձել են ավելի հետաքրքիր եւ հասանելի։ Տեխնոլոգիաների առաջխաղացման հետ մեկտեղ շատ ավելի հեշտ է դարձել խաղերի տարածումը եւ պոտենցիալ խաղացողների թիվը զգալիորեն աճեց։ Այս հանդիսատեսին չեն հետաքրքրում բարդ խաղեր։ Նրանց պարզապես ինչ-որ բան է պետք ճանապարհին իրենց ժամանակը զբաղեցնելու համար։ Արդյունքում ի հայտ եկան այսպես կոչված ինդի խաղերը, անկախ ծրագրավորողների ցածր բյուջետային նախագծեր։ Դուք հավանաբար ծանոթ եք դրանցից մի քանիսին։ Angry Birds, Temple Run, Candy Crush-ը։ 2014 թվականին Candy Crush խաղը 100 միլիոն մարդ է ներբեռնել։ Այլևս մեզ հարկավոր չէր բարդ տեխնոլոգիաներ կանաչ խոզուկներին ոչնչացնելու համար։ Շատ հայտնի բջջային ինդի խաղեր անվճար են խաղալու համար։ Այնուամենայնիվ, չնայած բազմաթիվ խաղերի հասանելիությանը, ծրագրավորողները հաճախ օգտատերերից գումար աշխատելու ուղիներ են փնտրում։ Օրինակ, 1 ամիս խաղալուց հետո դուք կարող եք գրանցվել բաժանորդագրության համար, որը ձեզ հնարավորություն կտա մուտք գործել խաղերի մի ամբողջ գրադարան։ Դուք կարող եք մտածել, որ ոչ ոք չի գնում այդ ապրանքները, սակայն շտապեմ հիասթափեցնել ձեզ։ Կանայք ավելի պատրաստ են գնումներ կատարել հավելվածներից, քան տղամարդիկ։ Դեռևս 2000-ականների կեսերին սմարթֆոնների վրա թողարկվեցին խաղեր, որոնցում տեսախցիկի միջոցով կարելի էր նկարահանել վիրուսներ։ Մոտավորապես 10 տարի անց թողարկվեց Pokemon Go խաղը, որտեղ պետք է ընդլայնված իրականության մեջ որսալ գոյություն չունեցող կերպարներ։ Այս խաղը բառացիորեն խելագարության է ենթարկել մարդկանց։ ԱՄՆ-ում մի երիտասարդ դանակահարվել էր խաղալու ընթացքում, սակայն նա օգնության չի դիմել, քանի որ նա ցանկանում էր բռնել իր տարածքում գտնվող բոլոր Պոկեմոններին։ Միայն ԱՄՆ-ում այս խաղի շրջանակներում ամեն օր $1.5 միլիոն գնումներ էր կատարվում։ Այսօր խաղային արդյունաբերությունը եւ բազմախաղացող մարտերի ժանրը գրավում են ոչ միայն հազարավոր ներդրողների, մշակողների եւ խաղացողների, այլ նաեւ բազմաթիվ հանդիսատեսների։ Կիբերսպորտը աշխարհի շատ երկրներում ճանաչված է որպես պաշտոնական մարզաձև։ Dota 2 առաջնությունները հեռարձակվում են բազմամիլիոնանոց լսարանի համար, իսկ հաղթողների հոնորարները հասնում են տասնյակ միլիոն $-ների։ Ասեմ ավելին,
Պոկեմոնը դարձել է պատմության մեջ ամենաեկամտաբեր մեդիա-արտոնությունը, որը բերել է ստեղծողներին ավելի քան $100 միլիարդ։ Դա ավելին է, քան Marvel-ը, Star Wars-ը եւ նույնիսկ Mickey Mouse-ը իրար հետ միասին։ Ժամանակակից գիտնականներն ակտիվորեն ուսումնասիրում են համակարգչային խաղերի ազդեցությունը մարդկանց վրա։ Որոշ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ խաղերը կարող են զարգացնել ուշադրությունը եւ հիշողությունը, մինչդեռ մյուսները կենտրոնանում են հնարավոր բացասական հետևանքի վրա, որ խաղերը կարող են կախվածություն առաջացնել։ Հենց այս հարցի շուրջ մենք պատրաստել ենք ձեզ համար հատուկ ռեպորտաժ։ Ոնց եք վերաբերվում համակարգչային տեսախաղերին։ Նեյտրալ։ Ես ոչ շատ խաղում եմ, ոչ էլ չեմ խաղում։ Մեկ-մեկ։ Лав. Нормаль, Мичин. Положительно. Мне не очень нравятся видеоигры, многие мои друзья играют в них и даже создают их, но я больше люблю в реальной жизни взаимодействовать, да. Տեսախաղերը շատ հետաքրքիր, ինտելեկտուալ, ասենք, զարգացում ունեցող, նպատակ ունեցող, ու շատ լավ բան է, էլի բոլորս է խաղում ենք։ Հավատում եք, որ տեսախաղերը կարող են կախվածություն առաջացնել։ Հավատում եմ ինքս որոշակի ժամանակ զգացել եմ այդպիսի բան, բայց շատ կարճ է տևել։ Չէ, տենց չեմ հավատում։ Չէ։ Ոչ։ Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ եւ ճիշտ, այդքանով։ Լսել եք տենց կարծիք, որ մենք մատրիցայի մեջ ենք ապրում եւ այս ամենը խաղ է։ Լսել եմ, բավականին հավանական եմ համարում, բայց չեմ հավատում։ Լսել բայց տենց դա ճիշտ չի։ Ոչ։ Փաստեր կան, բայց չէ։ Ես չեմ հավատում։ Այո, լսել եմ։ Հավատում եք։ Ոչ։ Да, пожалуй. Нет։ Տեսախաղերից որ cheat code-ը կուզենայիք օգտագործեիք ռեալ կյանքում։ Անտեսանելիություն։ Իսկ ոնց կօգտագործեիք ձեր անտեսանելիությունը։ Իմ կարծիքով այդ տենց բան է, որ ամեն իրավիճակում քեզ պետք է գար էլի։ Անտեսանելիություն։ Անտեսանելիություն։ Թակում կգնեի խաղեր կդայի, չէի նկատի ինձ։ Գիշերով կայնեի ու չէի գսա գիշեր կմանգայի։ Мгновенная реакция. Нападают на тебя, ты можешь мгновенно среагировать, не нужно думать ни о чем. Рефлексы сразу срабатывают. $250,000. Мне кажется, эффект невидимости звучит очень полезно. Պահպանվել իմ կարծիքով։ Երբ կօգտագործեիք այդ cheat code-ը պահպանվելու։ Հենց հասկանամ, որ ամեն ինչ վատ է գնում, արժեն մի հատ պահպանվել նորից փորձել էլի այդպես։ Ժամանակի տեղափոխություն։ Կարող եք ասել, որ երկու կոճակը պետք է սեղմեք, որ fatality կատարեք։ L2 R2 Օй, մի րոպե։ L2 R2։ L2 եւ R2-ն է։ Я не помню, я обычно просто на бум все нажимала и всегда побеждала. Եվ R1 R2-ս։ Ես ձեզ դնում եմ մեղեդիներ, դուք պետք է գուշակեք 4 մեղեդի, խաղերի շատ հայտնի խաղերի մեղեդիները։ Ամեն ճիշտ պատասխանի համար ստանում եք 1 միավոր, 4 միավորի դեպքում դուք ստանում եք 2 ժամ անվճար Sony PlayStation խաղ լավու մեր սիրուն Game Zone-ում։ Mortal Kombat։ Այո, Mortal Kombat երկրորդը։ Mario։ San Andreas։ Mortal Kombat հաստատ։ Այո, Mortal Kombat հաստատ ճիշտ է, երկրորդը։ Այ աստվածան։ GTA, Երկու միավոր դուք արդեն ունեք։ Mario, Ճիշտ պատասխան, 3 միավոր ունեք, մնաց ընդամենը 1 միավոր։ Need for Speed։ Այո։ Դուք կուտակել եք 4 միավոր, որը ձեզ տալիս է լավու Game Zone-ում 2 ժամ անվճար Sony PlayStation խաղալու համար promo կոդը ոչ մեկին չեք ասում, միանվագ դուք կարող եք օգտվել այդ հնարավորությունից։ Շնորհակալություն ձեզ։ Mortal Kombat։ Ես գտա San Andreas։ Mario։ PUBG Mobile։ Այո, եւ դուք ստանում եք 2 ժամ անվճար PlayStation լավու Game Zone-ում։ Շնորհավորում եմ ձեզ։ Ծանոթ եմ։ Շատ ծանոթ եմ։ Mortal Kombat։ Ճիշտ պատասխանն է Mortal Kombat-ը։ Այո, երկրորդը։ GTA 5-ը խոսքը կամ GTA 4-ը, GTA San Andreas։ Mario բնականաբար։ Ո՞й, ես խաղացել եմ, բայց էլի անու չեմ հիշում։ PUBG։ Դուք հավաքեցիք 4 միավոր եւ ստացաք անվճար 1 ժամ PlayStation խաղերի ցանկացած խաղը։ Մերսի ձեզ շատ։ Մերսի։
Խաղերը արվեստ են, տեխնոլոգիա եւ հույզեր, որոնք միավորված են մեկ ամբողջության մեջ։ Դա հազար կյանք ապրելու, չբացահայտված աշխարհներ ուսումնասիրելու եւ իրականությանը մարտահրավերներ նետելու հնարավորություն է։ Նրանք մեզ սովորեցնում են լինել համարձակ, վճռական եւ երբեք չհանձնվել, եւ քանի դեռ երևակայությունը գոյություն ունի, խաղային արդյունաբերությունը միշտ կունենա ապագա։